Այսօրվա խորհրդածության նյութն է մեղանչում է դեպի ապաշխարություն։ Ղուկասու ավետարանի մեջ Տերը պատմեց անարակ որդին Արագը։ Մարդը երկու որդի ուներ։ Գրծերը հորը ըսավ հայր քու ստացված կեց ինձի ինքած բաժինը հիմա դուր ինձի։ Եվ հայրը իր զավակներու միջև բաժնեց իր ունեցածը։ Քանի մորի հետ գրծեր զավակը արավ իր ամբողջ հարստությունը եւ հերու երկիր մկնած Հոն անարակ կյանք ապրելով մսխեց հարստությունը եւ սպարեց իր ամբողջ ունեցածը։ Բադայցա որ այդ երկրի մեջ մեծ սովը դիրեց, երբ արդեն ինքը սկսած էր աղքատանալ։ Ուստի կնած այդ երկրի քաղաքացիները մեգումքով ծառա եղավ եւ անիգա իր ակարակ ղրգեցինք խոզ արածելու համար։ Նույնիսկ պատրաստ էր խոզերու գերած եղջյուրներեն իր փորը լեցնելու, սակայն ոչ ոք կուդար իրեն։ Երբ անդրադարձավ իր վիճակին ինքն իրեն լսավ, հորստան մեջ քանի գործավորներ կան, որոնք իրենց պետք եղած գերագուրեն ավելին ունին, մինչ ես հոս անոթուտենեն կմեռնիմ։ Ելեմ երտամ հորսկով եւ ասեմ իրեն, հայր, մեղանչեցի Աստուծո եւ քեզի թեմ, այլևս արժանի չեմ քու որդիդ կոչվելու։ Զիսկ ու գործավորներդ մեկը նկատի, ապա ելավ եւ հորը կով կնաց։ Դագավին դունեն բավական հերու երբ հայրը դեսավ զինք ու կտած, բազելով թիմավորեց ձայն, վիզի պատվեցավ եւ համբուրեց։ Որդին հորը ասավ, հայր մեղանչեցի Աստուծո եւ քեզի թեմ, այլևս արժանի չեմ քու որդիդ կոչվելու։ Հայրը իր զարաներուն հրամայեց, ամիջապես բերեք լավակույն բատմուջանը եւ հագցուցեք իրեն, մադանի անցուցեք իր մադին եւ գոշիկ տվեք իրեն։ Բերեք բարարդ հորտը, մորտեցեք, ուդենք եւ ուրախանանք, որտեղ իմ այս զավակս մեռած էր Բողջնցավ, գործված էր գտնվեցավ։ Իսկ Սամոսներու քիրքի մեջ գարտանք, որ Դավիթ երբ Պետշեպայի հետ շնություն հրավ եւ Նատան մարգարեն իր կողը եկավ, հետեւյալ ցեվով մեղանչեց։ Ողորմե ինձի ով Աստված, տուն որ այնքան ողորմած ես, քու անսահման կտությամբ իմ անցանքս ները ինձի։ Ամբողջությամբ մակրեզիս իմ անօրենութենես եւ իմ մեղքես զիս սրբե։ Գիտեմ անցանք գործեցի մեղքս բնավ միտքես չելներ։ Քեզի մի թեմ աղաչեցի, մեղանչեցի, դեր գործեցի այն ինչ տուն չարի կնկատես։ Ուստի արտար ես, ինչ վճիրալ արձակես, իրավացի ես, ինչ պատիժալ սահմանես։ Արտարև անորեն եմ ծնունդես ի վեր, մեղավոր եմ մորը սովության բահեն սկսյալ։ Սակայն տուն դեր, որովհետև մարդուս սրդի մեջ ճշմարտությունը գուզես տեսնել, ձաձուկ կերբով իմաստությունը հայտնեցիր ինձի։ Ուստի ներումիտ կողով սրպեզիս եւ պիտի մակրվիմ, լվազիս եւ ծյունեն ավելի մաքուր պիտի ըլլամ։ Ծնծությունն ու ուրախությունը վերադարձուր ինձի եւ դարաբաց ոսկորներս պիտի ծնծան։ Նկատիմի առներ մեղքերս, ները բոլոր հանցանքներս։ Ահա վասիկ մեղանչումի երկու օրինակներ, որ գարաշնորհտեն ապաշխարության։ Ինչ է ապաշխարությունը։ Ապաշխարությունը այն է, որ Սուրբ Հոգին մեզի կսորվեցնե փախչիլ մեղքեն եւ այլևս չինալ անոր մեջ։ Ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցած է։ Մատոսի ավետարանին համաձայն այս խոսքը Հիսուսի առաջին խոսքն է իր փորձութենեն յետ։ Քրիստոս իր առաքելությունը սկսավ ապաշխարության գոչով։ Ապաշխարության նշաններն է կյանքի փոփոխությունը։ Ճշմարիտ ապաշխարությունը կփոխե մեր կյանքը, որովհետև կփոխե մեր կյանքի առաջնահերթությունը, երազներն ու նպատակները։ Օրինակ, աշխարհի մարդուն առաջնահերթ նպատակը իր երկրավոր ավական ապահովելն է, բայց անգամ որ ապաշխարե իր առաջնահերթ նպատակը գտարնա իր հավիտյանականությունը ապահովելը։ Աշխարհի մարդուն սիրուն առարգան աշխարհն է, բայց իր ապաշխարութենեն հետ իր սիրուն եւ հետաքրքրությունը առարգան գտարնա երկինքը։ Մեր ապաշխարության գլխավոր նշանը Աստուծո հանդեպ մասնավոր սեր ունենալն է։ Սիրտը, որ Քրիստոսով մաքրված է աշխարհի սերեն, կդառնա բնակարան Աստուծո սիրուն։ Նման սիրտը մնայուն գերբով դիրաչ ներկայության մեջ ապրիլ եւ անոր ներկայությամբ համակվիլ գուզե եւ երբեք չուզերանգե բաժնվել։ Գան անձեր, որոնք կհերանան մեղքեն եւ ադիգա բավարար գսեբեն ապաշխարած լալու համար։ Այսպիսիները գմորնան, որ ապաշխարությունը միայն մեղքեն հերանալ չէ, այլ մեղքի սերը մեզ մե հերացնելը։ Ղպտի ուղապար եկեղեցվո շնուդա քիմ բադրիարքը գսե, Փանով մը չենք օգտվիր, երբ մեղք չգործենք,
բայց մեղքին սերը կգործե մեր մեջ։ Որպեսզի մեղքի սերը չգործե մեր մեջ, պետք է թույլ տանք, որ Հիսուսի սերը ինքը գործե մեր մեջ։ Իսկ որպեսզի Հիսուսի սերը գործե մեր մեջ, պետք է հեռանանք մեղքեն եւ մոտենանք Հիսուսին։ Կան մարդիկ, որոնք կհեռանան մեղքեն, բայց չեն մոտենալ Հիսուսին։ Անոնք, որոնք կհեռանան մեղքեն, բայց չեն մոտենալ Հիսուսին, ուշ կամ կանուխ պիտի վերադառնան իրենց մեղքերուն։ Երբ մարդ ճշմարիտ ապաշխարություն ապրելով Քրիստոսի միանա, բոլորովին նոր արարած կդառնա, ինչպես Պողոս առաքյալ Կորինթացիներուն հղած իր երկրորդ նամակի մեջ գսե, ովևէ մեկը, որ Քրիստոսի միացած է, նոր արարած է, այլևս չէ այն ինչ որ էր նախաբես, որովհետև ամբողջությամբ նորոգվեցավ։ Նոր արարածը այն մարդն է, որ հին մարդեն իր հին պապակներեն եւ ցանկություններեն ոչինչ կբահե իր մեջ։ Քրիստոսով նոր արարած դարձած մարդը իր ամբողջ ուշադրությունը կգետրոնացրե Քրիստոսի անձին վրա եւ իր ամբողջ ջիքը գլա անոր գամքը գիտնալ եւ կատարել, իսկ իր միակ պապակը անով լեցվիլ եւ անով լեցնել իր կյանքի բոլոր օրերը։ Մեղքը զորություն է, բայց այդ զորությունը կչլատվի եւ ապաշխարության արդյունքներով թիմակալվի։ Երանելի Հովանես Գարջահասակ գսե. «Հոն ուր ապաշխարություն կա, հոն մեղքերը զորություն չունին»։ Ապաշխարությունը գխել է մեղքին զորությունը մեր կյանքեն եւ կգործանե անոր իշխանությունը մեր կյանքին վրա։ Երբ մեր անձերը դեր Հիսուսի ցերկի մեջ տնենք, մեր մեղքերը անոր ոտքերուն տակ դրած գլանք եւ երբ դեր Հիսուսի ցերկեն ամուր բռնենք, կդրած գլանք ցերկը մեղքին, որ կփորձե մեզ բռնել։ Ապաշխարությունը այս կյանքին համար է, մահեն յետք չկա ապաշխարության առիթ։ Պողոս առաքյալ գսե. «Մարդիկ մեկ անգամ կմեռնին եւ անգե հետ Աստուծո Տադաստանին կհանձնվին»։ Իսկ Եփրեմ խուրի ասորի գսե. «Դերը ինք բոլորիս կհանձնարարե այս կյանքի մեջ պատրաստվել հաջորդ կյանքին համար։ Այդպես ալ ընենք, իսկ երբ սայտակենք ու մեղանչենք, արդյունքներով բժշկենք մեր մեղանչումները, քանի թեր ապաշխարության ժամանակ կա։ Ապաշխարության ժամանակը կարճ է, իսկ երկինքի արքայությունը վախճան չունի։ Մարդուն ապաշխարությունը կսկսի որոշ ժամանակիմը եւ կշարունակվի մինչեւ իր կյանքին վերջին շունչը, իսկ այդ որոշ ժամանակը մեղքի գիտակցություն ունենալու բահն է։ Ինչպես ամեն օր մեր երեսը լվալու գարիքը գսկանք, որովհետեւ ամեն օր կունենք արտնանք, նույնպես ալ ամեն օր պետք է մեր սիրտն ու հոգին լվանք ապաշխարության արդյունքով, որովհետեւ ամեն օր մեղքի քունը կգնանանք ու դարձյալ գարտնանք։ Այդ օրը, որ դատրինք մեղանչել է, կդատրինք նաև ապաշխարել է։ Իսկ մեղանչել է կդատրինք մեր մերներեն յետք միայն։ Բարք օրը որդին եւ Սուրբ Հոգին, Ավետյանը մինչեւ Ավետյան, ամեն։